Մի քանի վայրկյանում կիմանաս, թե որտեղից է առաջանում դիաբետը։ Ժամանակը գնաց։ Նայի, մարդու մարմնի մեջ ընդհանուր արյան քանակը մոտ 4 լիտրն է, եւ ամբողջ արյան մեջ նորմալ շաքարի մակարդակը համարվում է 5 մոլ։ Հիմա պատկերացրու այդ 5 մոլ շաքարը մոտավոր նույնն է, ինչ մեկ հատ շաքարի խորանարդը, որը լուծվում է քո ամբողջ արյան մեջ մեկ օրում։ Բայց հետաքրքիրն այն է, որ միջինում մարդը մի օրում սպառում է մոտ 50 թեյի գդալ շաքար։ Հիմա հարց, ոնց է հնարավոր, որ շաքարի մակարդակը մնում է նույնը մեկ խորանարդի չափ, եթե մենք օրական այդքան շատ շաքար ենք օգտագործում։ Դա հնարավոր է միայն շնորհիվ ինսուլինի։ Ինսուլինը, կարելի է ասել, շաքարի փոշեգուլն է։ Այն շաքարը, որը գերազանցում է նորման, ինսուլինը վերցնում է եւ վերածում է ճարպի։ Բայց եթե դու ամեն օր շատ շաքար ես օգտագործում, այդ փոշեգուլը մի օր կարող է փչանալ։ Ու եթե ինսուլինը չկարողանա իր գործը անել, շաքարը կմնա արյան մեջ։ Իսկ դա արդեն գոչվում է շաքարային դիաբետ։ Նշիր մեկնաբանությունում ինչ թեմայի շուրջ կուզեիր պատմեի հաջորդ անգամ։